Թագավորի նոր հագուստը Հանս Քրիստիան Անդերսեն Շատ ու շատ տարիներ առաջ կար մի թագավոր։ Նա այնքան էր սիրում նոր գեղեցիկ զգեստներ հագնել, որ իր ամբողջ փողը հագուստի վրա էր ծախսում։ Նա չէր հետաքրքրվում իր զորքով, չէր սիրում թատրոն կամ զբոսանքի գնալ, եւ եթե զորահանդեսի էր դուրս գալիս, թատրոն էր գնում կամ զբոսանքի, ապա միայն նրա համար, որ մարդկանց ցույց տա իր նոր հագուստը։ Օրվա ամեն մի ժամվա համար նա առանձին շոր ուներ, եւ եթե մյուս թագավորների մասին հաճախ ասում են թագավորը խորհրդի է նստած, սրա մասին էլ ասում էին թագավորը հանդերձարանում է։ Այն մեծ քաղաքում, որտեղ ապրում էր այդ թագավորը, ժամանակը շատ ուրախ էր անցնում, եւ ամեն օր օտարականներ էին գալիս։ Մի անգամ էլ այդ քաղաքը եկան երկու խաբեբա։ Նրանք ձևացրին, թե իրենք ջուլհակ են, եւ հավատացնում էին, թե կարող են գործել այնպիսի հրաշալի կտոր, որպիսին ոչ ոք աշխարհում չի տեսել։ Խաբեբաներն ասացին, թե իրենց գործած կտորը ոչ միայն գեղեցիկ գույներ ու նախշեր կունենա, այլև այն մարդը, որ հիմար է կամ իր պաշտոնին հարմար չէ, այդ կտորից կարված շորը չի տեսնի։ Այ քեզ հրաշալի հագուստ, մտածեց թագավորը, երբ լսեց այս լուրը։ Եթե ես այդ հագուստը հագնեմ, կիմանամ, թե իմ հպատակներից որը հարմար չէ իր պաշտոնին։ Բացի դրանից, հիմարներին կջոկեմ խելոքներից։ Հարկավոր է, որ այդ վարպետները իսկույն սկսեն այդպիսի կտոր գործել ինձ համար։ Եվ նա խաբեբաներին առաջուց շատ փող տվեց, որ նրանք իսկույն աշխատանքը սկսեն։ Խաբեբաները 2 հատ ջուլհակի դազգահ դրին եւ սկսեցին ձևացնել, թե աշխատում են, թեև դազգահների վրա ոչինչ չկար։ Առանց ամաչելու նրանք շուտ-շուտ պահանջում էին ամենանուրբ մետաքսը եւ ոսկե թել, բայց հենց ստանում էին, իսկույն գրպանում էին եւ շարունակում աշխատել դատարկ դազգահների վրա, եւ այդպես առավոտից մինչեւ ուշ գիշեր։ Շատ կուզենայի իմանալ, թե ինչքան կտոր են գործել, մտածեց թագավորը, բայց նրան վախեցնում էր այն միտքը, թե ով հիմար է կամ իր պաշտոնին անհամապատասխան, կտորը չի տեսնի։ Իհարկե, իմ մասին անհանգստանալու կարիք չկա, մտածում էր նա, բայց եւ այնպես ավելի լավ չի լինի նախ մեկ ուրիշին ուղարկել ջուլհակների աշխատանքը տեսնելու։ Քաղաքում արդեն բոլորը գիտեին, թե ինչ հատկություն է ունենալու նոր կտորը, եւ բոլորն էլ շտապում են շուտ իմանալ, թե որքան է հիմար կամ պաշտոնին անհամապատասխան իրենց հարևանը։ Արի ջուլհակների մոտ ուղարկեմ իմ ծերունի ազնիվ մինիստրին, մտածեց թագավորը։ Նա բոլորից լավ կհասկանա կտորի լավն ու վատը։ Եվ խելոք մարդ է, եւ իր պաշտոնին համապատասխան։ Եվ ահա ծերունի մինիստրը մտավ այն դահլիճը, որտեղ դատարկ դազգահների առաջ նստել էին խաբեբաները։ Նայեց դազգահներին եւ աչքերը չռեց։ Ողորմած Աստված, մտածեց նա, ես ոչինչ չեմ տեսնում, ոչ մի կտոր։ Բայց այդ մասին ոչինչ չասաց։ Երկու խաբեբան նրան հարգալից խնդրեցին մոտենալ եւ ուշի ուշով դիտել կտորի նախշերն ու գույները եւ սկսեցին մատներով ցույց տալ դատարկ տարածությունը։ Խեղճ ծերունի մինիստրը շարունակում էր աչքերը չռել, բայց ոչ մի կտոր չէր տեսնում, որովհետև ոչինչ էլ չկար, որ տեսներ։ Տեր Աստված, մտածեց մինիստրը, միթե ես հիմար եմ, երբեք այդպիսի բան իմ մտքով չի անցել։ Աստված մի արասցե որևէ մեկն իմանա, կամ գուցե եւ ես իմ պաշտոնին համապատասխան չեմ։ Չէ, չի կարելի խոստովանել, թե ես կտորը չեմ տեսնում։ Դե, ինչպես եք հավանում, հարցրեց ջուլհակներից մեկը։ Օ, սքանչելի է,
ասաց ծերունին ակնոցի միջից հայացքը հառելով դատարկ տարածությանը։ Ինչ նախշեր են, ինչ գույներ։ Ես թագավորին կհաղորդեմ, որ ձեր աշխատանքը ինձ շատ ու շատ դուր եկավ։ Ծառայենք, ասացին երկու ջուլհակները, եւ սկսեցին մանրամասն նկարագրել զարմանահրաշ գույներն ու նախշերը։ Ծերունի մինիստրը ուշադիր լսում էր, որ հետո ճշտորեն հաղորդի թագավորին։ Խաբեբաները նորից փող, մետաքս ու ոսկի պահանջեցին, որ գործելը շարունակեն, բայց այդ ամենը նրանք լցնում էին իրենց սեփական գրպանը, իսկ դազգահների վրա ոչ մի թել չէր երևում։ Նրանք առաջվա պես շարունակում էին գործել դատարկ դազգահներով։ Քիչ անց թագավորն ուղարկեց մեկ ուրիշ պատվարժան պաշտոնյայի, որ իմանա, թե ինչպես է գնում գործը եւ արդյոք շուտ պատրաստ կլինի կտորը, բայց նրան էլ պատահեց նույնը, ինչ մինիստրին։ Նա նայում էր եւ ոչինչ չէր տեսնում, բացի դատարկ դազգահներից։ Դե ինքներդ ասեք, սքանչելի չէ այս կտորը, ասացին խաբեբաները եւ սկսեցին մատներով ցույց տալ ու գովաբանել գոյություն չունեցող կտորի նախշերը։ Ես հիմար մարդ չեմ, մտածեց պաշտոնյան, բայց եթե այսպես է, նշանակում է ես անպետք եմ իմ պաշտոնի համար։ Այ քեզ բան, բայց ես չպետք է ցույց տամ, թե ինքս այդ գիտեմ։ Եվ նա սկսեց գովաբանել կտորը առանց տեսնելու եւ հավատացնել, թե ինքը ուղղակի իրեն երջանիկ է զգում, երբ նայում է այդ սքանչելի գույներին ու հրաշալի նախշերին։ Սքանչելի կտոր է։ Նա էլ այդպես զեկուցեց թագավորին։ Շուտով քաղաքում բոլորը խոսում էին հենց միայն այդ հիասքանչ կտորի մասին։ Եվ ահա ինքը թագավորն էլ ցանկացավ տեսնել գործը, քանի դեռ կտորը դազգահների վրա էր։ Ընտրյալ պալատականների մի ամբողջ շքախմբով, որոնց մեջ էին նաև կտորն արդեն տեսած երկու հարգարժան ծերունի պաշտոնյաները, թագավորը գնաց խորամանկ խաբեբաների մոտ, իսկ նրանք գործում էին ամբողջ եռանդով ու թափով, բայց առանց մի թելի։ Դե նայեցեք, սքանչելի կտոր է, չէ, ասացին երկու հարգարժան պաշտոնյաները, ովքեր արդեն եղել էին այստեղ։ Ձերդ մեծությունը չի բարեհաճի նայել գույներին ու նախշերին։ Եվ նրանք ցույց էին տալիս դատարկ դազգահը, որովհետև հավատացած էին, թե բոլոր ներկա գտնվողները այնտեղ կտոր են տեսնում։ Այս ինչ ապուշություն է, մտածեց թագավորը, ես ոչինչ չեմ տեսնում, ինչ սարսափելի բան, նշանակում է ես հիմար եմ, կամ թե անպետք թագավոր եմ։ Դա ամենավատը կլիներ, բայց բարձրաձայն ասաց. Օ, շատ ու շատ սիրուն է, այդպիսի վարպետությունը մեծ գովասանքի արժանի։ Եվ նա սկսեց գոհունակ ժպիտով գլուխը շարժել, ձևացնելով, թե հիանում է կտորով։ Դա չէր ուզում խոստովանել, որ ոչինչ չի տեսնում։ Նրա շքախումբը աչքերը չռած նայում էր դազգահներին եւ նույնպես ոչինչ չէր տեսնում, բայց բոլորն էլ միաձայն կրկնում էին, թե հրաշալի կտոր է եւ թագավորին խորհուրդ էին տալիս այդ կտորից իրեն շոր կարել առաջիկա հանդիսավոր երթի համար։ Հրաշալի է, սքանչելի է, գերազանց է, լսվում էր ամեն կողմից, եւ բոլորն էլ լիակատար հրճվանք էին հայտնում։ Թագավորը խաբեբաներին պարգևատրեց ասպետական խաչերով, որ կպցնեն իրենց մերակներին, եւ նրանց պալատական ջուլհակի կոչում շնորհեց։ Հանդեսի նախօրյակին ամբողջ գիշերը խաբեբաները չպարկեցին քնելու, աշխատում էին 16 մոմի լույսի տակ։ Հարկավոր էր ժողովրդին ցույց տալ, թե իրենք զբաղված են թագավորի նոր զգեստը պատրաստելով։ Նրանք ձևացնում էին, թե ահա կտորը ցած բերին դազգահներից։ Օդի մեջ ձևում էին մեծ-մեծ մկրատներով, կարում էին անթել ասեղներով եւ վերջապես հայտարարեցին. Դե ահա
եւ հագուստը պատրաստ է։ Թագավորը իր շքախմբի հետ եկավ ջուլհակների մոտ հագնելու, եւ երկու խաբեբաներն էլ մի ձեռքը վեր բարձրացրին, որպես թե մի բան են օդում պահում ու ասացին. ահա տաբատը, ահա կամզոլը, ահա պատմուճանը, բոլորն էլ թեթև, ինչպես ոստային։ Մարդուն այնպես կթվա, թե հագին ոչինչ չկա, բայց հենց այդ է ամբողջ հրաշալիքը։ Ճիշտ է, միաբերան վրա տվին բոլոր պալատականները, թեև ոչինչ չէին տեսնում, որովհետև տեսնելու բան էլ չկար։ Այժմ թող ձերդ արքայական մեծությունը բարեհաճի հանել իր հին զգեստը, ասացին խաբեբաները, եւ մենք ահա այս մեծ հայելու առաջ ձեզ կհագցնենք նոր հագուստը։ Թագավորը հանեց իր բոլոր շորերը, իսկ խաբեբաները այնպես ձևացրին, թե նրան են մոտեցնում նոր կարված հագուստի յուրաքանչյուր մասն առանձին, ապա որպես թե ինչ որ բան ամրացրին ուսերին եւ իրանին, հետո գցեցին քղամիդը, իսկ թագավորը շուռումուռ էր գալիս հայելու առաջ, որպես թե տեսնում է իր հագուստը։ Տեր Աստված, ինչպես սազում է ձեզ, ինչքան լավ է նստում, ասում էին բոլորը, ինչ նախշեր, ինչ գույներ, ինչ շքեղ հագուստ է։ Ցածում ձեր ընդմեծությանը սպասում է ամփովանին, որ ձեր գլխավերևը բռնած պիտի տանեն շքերթի ժամանակ, ասաց գլխավոր արարողապետը։ Ես պատրաստ եմ, ասաց թագավորը, լավ է նստում, չէ՞։ Եվ նա մի անգամ էլ շուռումուռ եկավ հայելու առաջ։ Դրանով նա ուզում էր ցույց տալ, թե մի անգամ էլ ուշադիր դիտում է իր նոր զգեստը։ Այն սենեկապետերը, ովքեր պետք է բռնեին նրա փեշը, սկսեցին ձեռքերով բռնել օդը, որպես թե թագավորի փեշն են բարձրացնում հատակից, իսկ թագավորի ետևից գնալիս ձեռքերը ցած չէին թողնում, չհամարձակվելով ցույց տալ, թե ոչինչ չեն տեսնում։ Եվ ահա թագավորը առաջ էր քայլում ամփովանու տակ, եւ փողոցներում ու պատշգամբներում հավաքված բոլոր մարդիկ ասում էին. Տեր Աստված, ինչ աննման բան է թագավորի այս նոր հագուստը, ինչ սքանչելի քղանցք ունի նրա պատմուճանը, ինչ հիանալի է նստում զգեստը։ Ոչ ոք չէր ուզում մյուսին խոստովանել, որ ինքը ոչինչ չի տեսնում, չէ որ կմտածի, թե նա անպիտան է իր պաշտոնի համար, կամ թե չափազանց հիմար է։ Թագավորի զգեստներից ոչ մեկը այդպիսի հաջողություն չէր ունեցել։ Բայց ախր նա մերկ է, հանկարծ բացականչեց մի երեխա։ Աստված իմ, լսեցիք, թե ինչ է ասում այս անմեղ երեխան, ասաց նրա հայրը, եւ բոլորն էլ սկսեցին շշուկով իրար հաղորդել այն, ինչ ասել էր երեխան։ Թագավորը մերկ է, երեխան ասում է, որ նրա հագին ոչինչ չկա։ Թագավորը մերկ է, երեխան ասում է, որ նրա հագին ոչինչ չկա։ Նրա հագին ոչինչ չկա, վերջապես գոռաց ամբողջ ժողովուրդը։ Եվ թագավորը ցնցվեց, որովհետև իրան էլ թվում էր, թե մարդիկ ճիշտ են ասում, բայց եւ այնպես որոշեց արարողությունը մինչև վերջ հասցնել։ Եվ նա էլ ավելի հպարտ դիրք ընդունեց, իսկ սենեկապետերը քայլում էին նրա հետևից, քայլում էին ձևացնելով, թե բռնած ունեն թագավորի քղանցքը, թեև իրականում ոչ մի քղանցք էլ գոյություն չուներ։ Այսքանը, կհանդիպենք հաջորդ անգամ։